գերակուրներ կան, որոնք պարուրված են տարբեր պատմություններով։ Օրինակ, իսպանական սխտորով ապուրը համեմված է Սալվադոր Դալիով։ Բարի օր։ Իսպանական խոհանոցը հակասությունների խոհանոց է։ Այստեղ իրար կողքի գոյատևում են եւ պարզ գյուղական գերակուրները եւ ճոխ ուտեստները։ Այսօր գյուղական գերակուրներից առաջարկելու եմ Սալվադոր Դալիի սիրելի սխտորով ապուրը։ Չնայած ապուր ենք պատրաստում, բայց ես նախընտրում եմ տապակը։ Սրա մեջ ավելի հեշտ է պատրաստելը։ Խորը տապակ ենք վերցնում։ Մի քանի կաթիլ ձիթայուղ, տապակելու ենք բեկոնը։ Այն մանր կտրատում և լցնում ենք տաք տապակի մեջ։ Բեկոնը կտաքանա, յուղն էլ կհալվի, կխառնվի ձիթայուղի հետ և շատ համեղ կստացվի։ Մինչ այդ ամենը տեղի կունենա, կկտրատենք սխտորը։ Այստեղ կօգտագործենք 1 գլուխ սխտոր։ Կարծում այսքանը բավական է։ Շերտատում ենք այն։ Խոզապուխտը երգում է, եթե ուշադիր լսեք։ Իսկ հիմա սխտորը կուղարկենք խոզապուխտի մոտ, թող զրուցեն իրար հետ։ Այս մասում կարող ենք շեղվել բաղադրատոմսից։ Առաջարկում եմ մի քանի շերտ չիլի պղպեղ ավելացնել։ Տեղյակ չեմ Դալին դա կընդունի թե ոչ, բայց կարծում եմ դեմ չէր լինի։ Հենց սերմերով էլ կլցնենք, թող կծու ստացվի։ Մարդիկ կան, ովքեր շատ են սիրում կծու։ Եվս մեկ շեղում ավելացնում ենք կիտրոնի հյութ։ Կարելի ասել 2 կաթիլ։ Կծուն կա, թթվաշությունը կա, ավելացնենք քաղցր։ Տեսեք ինչ է տեղի ունենում։ Եվ խոզապուխտը, և սխտորը, և կծու պղպեղը չիլի կարամելիզացվում են։ Որից հետո լցնում ենք շատ քիչ արգանակ։ Ես այս տարբերակում օգտագործում եմ հավի արգանակ։ Շատ քիչ լցնում ենք և ծածկում կափարիչով։ Թող շոգ է խաշվի։ Այս ժամանակ արգանակը իր մեջ կառնի խոզապուխտի, սխտորի և չիլի պղպեղի բույրերը և համերը։ Օգտագործենք ժամանակը, պատրաստենք ապուրի համար փռնչոր։
վերցնում ենք 1-2 օրվա հաց, կամ եթե հացը թարմ է, կարող եք դնել սառցախցիկը, պնդանը, որպեսզի ավելի հեշտ մշակեք։ Այս ընթացքում կարելի է ջեռոցը միացնել, պետք է տաք լինի այն։ Մինչ ջեռոցը տաք հանա, հացի շերտերը շարում ենք, վրան ցողում բուսայող, սանում ենք, որպեսզի ստանանք խրթխրթան կեղև, երկու կողմից։ Եվ քանի որ ապուրը սխտոր է, առաջարկում եմ այն համեմել սխտորով։ Ինչ ենք անում դրա համար։ Նախ հացի շերտերը կդնենք ջեռոցը, կպնդանա, որից հետո հեշտությամբ վրան կգցենք սխտորը։ Այսինքն այս վիճակում ուղարկում ենք ջեռոցը։ Շարունակենք։ Հրաշալի բույր ունի։ Արդեն ինձ դուր է գալիս։ Բայց դեռ չենք կարող ուտել։ Հենց այս պահին համեմում ենք առատ կարմիր քաղցր պղպեղով, ախով, և բահար, շատ քիչ։ Սա գրեթե մածուկ է վերածվել։ Հենց այս պահին ավելացնում ենք քիչ-քիչ արգանակը։ Կրակը կարելի է ուժեղացնել։ Այ հիմա նմանվեց ապուրի։ Թե չէ մի տեսակ պնդիկ է ստացվել։ Ծածկենք թող եկվի, վերադարձնենք իդ հացի շերտերը։ Տեսեք նա բավականաչափ պնդացել է, արդեն հեշտ կլինի վրան սխտոր կսելը։ Կիսում ենք և կսում վրան։ Լսում եք խրթխրթոցը, այ հենց սրա մասին էր խոսքը։ Սրանք թող մնա, հետո կօգտագործենք։ Համեմում ենք կարմիր պղպեղով, մի տեսակ ապուրը կարմիր ստացվեց և կարծում հենց դա էր գրավում Սալվադոր Դալին։ Պղպեղը անելուց հետո կրկին ցողում ենք բուսայով, որպեսզի կարմիր պղպեղը նստի, մի տեսակ մտնի հացի մեջ և վերադարձնում իդ ջեռոցը։
Վարանը այնքան լավ է լուսավորվում, անգամ կարելի է գիրք կարդալ այնտեղ։ Էլ չեմ ասում, որ կերակուրները շատ լավ են երևում։ Հրաշալի բույր ունի մեր ապուրը։ Փորձենք համեմունքը։ Կարելի է մի փոքր էլ կծուն ավելացնել։ Դեմ չես։ Դեմ եմ։ Լավ, հետո կավելացնեմ իմ ափսեի մեջ։ Սա գրեթե պատրաստ է։ Տեսնենք ինչ վիճակում է հացը։ Մենք նրան կորցնում ենք։ Հիմա հարկավոր է այն մանրացնել 4 կտորի, շատ լավ։ Տեսեք ինչ հետաքրքիր բան տեղի ունեցավ։ 5 հացը դրեցինք եւ նրանք բազմացան ջեռոցի մեջ։ Շատ եմ սիրում համենված փռնչը, ապա փորձիր Դες ինչ համար է։ Լցնում ենք ապուրի վրա։ Եվ ամենակարևորը ձու ենք ավելացնում։ Սա կարծում եմ շատ հետաքրքիր պահ է։ Ոչ մի ապուրում ես դեռ չեմ հանդիպել նման տարբերակ։ Հերթով ջարդում ենք ձևերը և լցնում։ Հենց այս պահից կրակը հարկավոր է իջեցնել։ Քանակենք 1, 2, 3, 4, 5։ 5 ձու։ Մարմատ կրակի վրա ծածկված կափարիչով թողնում ենք այնքան, մինչև սպիտակուցը թանձրանա։ Սպիտակուցը պնդացել է, բայց դեղնուցը պետք է թերխաշ մնա։ Հմայք հենց դրանում է։ Զգուշորեն տեղափոխում ենք ափսեի մեջ, որ չվնասենք դեղնուցը։ Եվ մատուցում։ Սխտորով ապուր։ Խոր տապակի մեջ ձիթայուղ տաքացնել, կտրատած խոզապուխտը տապակել, մինչև յուղը հալվի։ Սխտորը բարակ շերտատել, խոզապուխտի հետ տապակել, չիլի պղպեղի շերտեր ավելացնել, կիտրոն քամել, շաքարավազ շաղտալ, մի քիչ արգանակ լցնել, կափարիչ դնել, շոքե խաշել, պետք է բուրավետ արգանակ ստանալ։ Փռնչոր պատրաստելու համար հացը շերտատել, վրան բուսայուղ ցողել, դնել տաք ջեռոցը։ Տապակի պարունակությունը համեմել կարմիր պղպեղով, աղով, բահարով։ Քիչ-քիչ արգանակ ավելացնել, թողնել եփվի։ Հացի շերտերը հանել ջեռոցից, արդեն 4 շերտերին կիսած սխտորի պճեղ քսել,
կրկին բուսայուղ ցողել, տապակը վերադարձնել ջեռոց, թողնել կարմիր կեղև կապել։ Ապուրը համ տեսել, համեմել, հացի շերտերը մանրացնել, լցնել կաթսայի մեջ, ջարդած ձվերը ուտողների քանակին համապատասխան մեկիկ սահեցնել կաթսայի մեջ և մարմանդ կրակով եփել մինչև ձվի սպիտակուցները թանձրանան, մատուցել անմիջապես։ Շարունակենք զբոսնել իսպանական խոհանոցով։ Պատրաստելու ենք հավի ազդրեր սնկի սոուսով։ Տապակը հայտնվում է գազօջախին։ Կափարիչը դեռ պետք չէ։ Մի քանի կաթիլ ձիթայուղ, էլ ինչ իսպանական խոհանոց առանց ձիթայուղի։ Հավի ազդրերը հարկավոր է լավ լվանալ, չորացնել, որը մենք արդեն նախապես արել ենք և կաշվով դեպի տապակը սկսում ենք տապակել։ Այստեղ երկու կտորել հավի կրծքամիս կա, ոչինչ, սա էլ կարելի է դնել։ Երկու կողմից այն տապակում ենք։ Համեմում ենք աղով և անմիջապես ծածկում ցանցով։ Սա անում ենք նրա համար, որ շոկը խաշվի, այլ տապակվի, բայց չցայտի յուղը։ Մյուս կողմն էլ տապակվելուց հետո վրան մի փոքր ջուր կավելացնենք։ Այսպես ցանցով ծածկվելով շրջենք մյուս կողմ։ Մյուս կողմն էլ համեմ ենք աղով։ Այս կողմը ավելի լավ է տապակվել։ Շրջենք, թող մյուսն էլ լավ տապակվի։ Եվ լցնենք ջուրը։ Եվ կտապակվի, և կշոկի խաշվի։ Կիսափակ կափարիչով թող գործողությունը տեղի ունենա։ Ժամանակ չենք կորցնում, մշակում ենք սոխ։ Սոխը առաջարկում կտրատել կիսաօղակներով։ Հենց այս պահին հարկավոր է մսակտորները հանել տապակից, բայց մենք կտանք նրան հնարավորություն ավելի լավ եփվելու։ Սոխը կլցնենք տապակի մեջ և միասին կտապակենք հավի կտորների հետ։ Այլ է շրջել։ Դնենք սոխերի վրա, այսպես բարձիկների վրա։ Սոխը թող տապակվի, նստան շարունակվի եփվել։ Մինչ մենք կմշակենք սունկը։ Կիսաբաց։
Սունկը շերտատում ենք։ Մսակտորները արդեն կարելի է հանել։ Բաց թող սոխը։ Չնայած կարող է մնալ վրան։ Եվ լցնում ենք սունկը։ Մի պատխոնց աղանենք սնկի վրա, որպեսզի արագ հյութը դուրս գցի։ Որից հետո հյութը կգոլոշիանա, կառաջանա սոուս եւ այդ ժամանակ կավելացնենք սպիտակ գինին։ Ալկոհոլը հիմա գոլոշիանա եւ դրանից հետո մսակտորները կվերադարձնենք ետ։ Բավական է, այն շատ արագ է գոլոշիանում։ Ծածկենք կափարիչով։ Մեզ մնաց ընդամենը կտրատել կանաչ սոխը։ Թող կանաչ սոխը կտրատում ենք շեղակի։ Որպեսզի ավելի մեծ ծավալով իր մեջ առնի սոուսը։ Չգիտեմ ինչպես կասեին իսպանացիները, բայց իսկապես լցնում ենք սոխը եւ կրակը անջատում անմիջապես։ Հենց այս վիճակում ծածկած կափարիչով թողնում ենք 5 րոպե, չմոռանանք պղպեղ է հարկավոր անել։ Աղարել ենք, պղպեղը չենք արել։ 5 րոպե ծածկած կափարիչով եւ կարելի է մատուցել։ Սնկի սոուսով հավի ազդեր։ Տապակը տաքացնել, ձիթայուղ լցնել։ Հավի ազդրերը կաշին ներքև շարել տապակի մեջ։ Մի կողմից կարմրացնել, շրջել, համեմել տապակված կողմը աղով, մյուս կողմից էլ կարմրացնել, շրջել, համեմել աղով, մի քիչ ջուր լցնել, կափարիչ դնել, թողնել շոգեխաշվեն։ Սոխը կիսաշրջանակների կտրատել։ Հենց ջուրը գոլորշիանա եւ միսը կրկին սկսի տապակվել, սոխը լցնել տապակի մեջ եւ շարունակել միասին տապակել։ Սոխը թափանցիկ դառնալուց հետո մսակտորները տեղափոխել ափսեի մեջ, տապակի մեջ լցնել շերտատած սունկը։ Երբ սունկը արդեն սկսի տապակվել, սպիտակ գինի լցնել, նախ թողնել ալկոհոլը գոլորշիանա, ապա ետ վերադարձնել մսակտորները եւ միասին շոգեխաշել։ Վերջում կտրատած կանաչ սոխ շաղտալ, համեմել սև պղպեղով եւ կրակն անջատել։ Դրանից հետո թողնել ուտեստը 5 րոպե, թրմվի եւ մատուցել։
Սալվադոր Դալին միակը չէր նկարիչներից, որ սիրում էր իսպանական խոհանոցը։ Պիկասոն էլ էր սիրում պատրաստել աղունիկներ, սպիտակ գինով, կարծում եմ բոլորը դրա մասին գիտեն։ Այսօր էլ այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։